Ողջույն։ Դեկտեմբերի 5-ն է։ Հայ հիմա հաստատ Եղիամ էր ասում ամեն։ Հա։ Եղիամ է հիմա հաստատ։ Ժամը 3:26 րոպե է։ Կարող է ջերմաստիճանը գիտես։ Չէ, չեմ նայել։ Առավոտը 10:30 էր, բայց հիմա չեմ նայել։ Առավոտը -10:30 էր, հա։ Դե հիմա 7-ի վրա բարեշենք։ -7 թե 8։ 7:30։ Էս Լվովյան փողոցն է։ Էս գայի փողոցը մտանք։ Շոշապատ է, նկատում եք։ Դրանից ամեն ինչ ունես մի թեթև հանելուկային տեսք ունի։ Հեքիաթային։ Չէ՞ բացի անելուկից։ Հա։ Հեքիաթային։ Այս կանգառում մարդ չկա։ Այդ գետառոստեղ բաց է, նայեք։ Գոլոշի է դուս գալի։ Չի Արմեն ավտոբուսը որ ընկավ։ Ավտոբուսը ներքև էր։ Իսահակյան փողոցը անցանք, Մաշտոցի վրա ենք։ Այսօր փողոցներում մի քիչ ինձ թվում է երեկվանից շատ մարդ է։ Թեքվեցինք Մոսկովյան, հիմա գնում ենք Կիևյան կամուրջի մոտ, հետո էլ կգնանք այրոպորտ։ Այս Մարշալ Բաղրամյանի վրա ենք, արդեն վերևից տեսել եք, չէ՞ ոնց է եղնում։ Այս Ստորգետնյան մտնում ենք, դուրս ենք գալիս Օրբելի։ Օրբելի եղբայրների փողոց։ Ու դուրս են գալիս Կիևյան փողոց։ Լավ տեղ չէ՞ զրուցելու։ Այսել Կիևյան փողոցը։ Փոքր է այս շենքով վերջանում էր քաղաքը, ծայրամաս էր։ Այստեղ սաղ քանդած, այդ մոստը նոր էին բացել, քարեր։ Ոչ մի բան չկար, ռայոն չկար։ Այդ մոստը տենց ուշ են բացել, այդ որ թիվն էր։ 55 երևի, 54-55։ Այդպես հիշում ես։ Հա։ Հիշում եմ, որտեվ տատիկս ու մորաքուրս էստեղ տուն ստացան։ Հա։ Երբ որ Սիբիրից եկան։ Այս մեքենան դուրս գա տեղը կանգնենք։ Շաունյան դպրոցի կողքի բնակարանը ձեռքերից առան, այստեղ տվեցին մի սենյակ։ Այսպես մի հատ փողոց է, Բարբյուսն է երևի, հա։ Բարբյուս, այո։ Ու դուրս են գալիս Կիևյան փողոց։ Այս ձախից այդ սասի շենքն է։ Առաջ ուրիշ խանութ էր, հիմա սասն է։ Ու Կիևյան կամուրջ։ Ահավասի։ Էս էլ նայեք, էլի պլակատն է, Սևակ Խանաղյան, Արամ
Գնացինք Աջից Հալաբյան փողոցն է, իսկ ստեղ արդեն Կիևյանը դարավ Լենինգրադյան։ Այ նայեք, աչ եթե գնանք, կգնանք Լենինգրադյանով, իսկ ես մեջտեղը, տեսեք վերևը գրած է, ուղիղ Ադմիրալ Իսակովն է, այսինքն այրոպորտի ճանապարհն է։ Դեպի աչ դեպքում Ծիծեռնակաբերդ է գնում ճանապարհը, իսկ սենց մենք հիմա դուրս կգանք Մոնթե Մելքոնյանի նոր կառուցված պողոտան։ Այսպես պողոտա է։ Շատ հարմար է հիմա Կիևյանից գնալ այրոպորտ։ Այս Դալմայի բաղերի մեջով ենք գնում փաստորեն նախկին։ Այս ինչ է գրած, Էջմիածին Զվարթնոց։ ուղիղ գնում է Արշակունյաց փողոց։ Մեզ ձախը պետք է։ Ահա։ Մեզ աչա պետք արմեն։ Մեզ աչա Դու աչումը ձախը միշտ խառնում ես։ Նման են իրար։ Են էլ Իսակովի արձանը։ Էս էլ Իսակովի պողոտան։ Ամերիկյան դեսպանատունն է սկսվում այս խաչմերուկից։ Էս էլ հուշարձանն է ձախից, շնորհակալ հայ ժողովրդից արաբ ժողովրդին։ Ցեղասպանության ժամանակ օգնել են հայերին, արաբները։ Որտեղ ռուսական եկեղեցին է երևում ձախից։ Հետաքրքիր է, բացեցին վերջը, թե չէ։ Կարելի է հետ գնալուց նայել, թե չէ։ Չէ, հետ գնալուց արդեն Մութ կլինի։ Հետներս մարդիկ կրնեն։ Դες երեխեքին տարանք այրոպորտում թողեցինք քանի օր անդողում։ Մենք գնանք հետ վեկալենք։ Ես աչից Lexus, Toyota ներկայացություններն է։ Հետո մի հատ Porsche առնելու, չէ՞։ Ես էլ ռազմական ոստիկանության ձախից։ Ես նոր է, սավ պյարնը։ Չէ, նոր ներկել են ուղղակի։ Դե առաջ ես չէի նկատում ես։ Չէ, սա միշտ եղել է։ Են հերվում էլ էլի մի քիչ ձախի վրա, նայեք գրած է ոստիկանության ակադեմիա։ Իսկ ես աչից են մարդու տունն են, մեծ քարերից որ սարքել ես։ Բայց կանգնել է շինարարությունը։ Չի, բոլորովին տեղաշարժ չի լինում։ Փողերը պրծել է երևի խես մարդու։ Ու ստեղից արդեն հես է ակադեմիան երևաց ավելի մոտիկից ձախի վրա։ Իստեղից արդեն կահույքի խոշոր սրահները սկսվեցին։ Այս փարակարի վրա էր տենց ինքնաբուխ մեկ էլ սկսեցին կահույք վաճառել, ստեղից մանր-մուրներ բուտկաներ էին, հիմա տեսեք արդեն ինչ էր դարավ։ Այս էլ Porsche-ն է, Slav Motors,
աչքի վրա։ Հիմա այն ճանապարհը դեպի աչ գնում է Բանգլադեշ, այս էլ մեքենան գնաց։ Իսկ մենք որեր ենք գնում։ Ես էլ որ ասում են Արգավանդի խաչմերուկ, այդտեղ մոտեցանք։